չենք կարող Ահա այս հաշվետվությունը, որը հիմա դուք տեսնում եք ձեր սեղաններին, մի ամբողջ տարվա աշխատանք է։ Կայուն զարգացման հաշվետվությունն է 2024 թվականի։ Ուզում եմ տեսնել բոլորդ ունեք ձեր օրինակները, եթե կարելի է ցույց տվեք։ Տիկին Սաղաբալյան, կարող են մեր հյուրերը սա վերցնել իրենց հետ, ճիշտ եմ հասկանում։ Այո, ձեր օրինակները կարող եք վերցնել ձեզ հետ, ուսումնասիրել։ Եվ հիմա այս թեմայով մենք ունենալու ենք նաև համառոտ տեսանյութ, թե ինչ է արել վերջին տարիներին կայունության կառավարումը բարելավելու ուղղությամբ ԶՊՄԿ-ն, որից հետո արդեն պանելային քննարկում ենք անելու, այս պահին ուշադրությունը էկրանին։ Տասնամյակներով կուտակված բնապահպանական խնդիրների լուծումը պահանջում է ժամանակ, զգալի ներդրումներ և համապարփակ ռազմավարություն։ Հրատապ խնդիրների լուծումից մինչև հեռահար ռազմավարական նպատակների մշակում։ Ի թիվս բազմաթիվ առաջնային կարևորության խնդիրների զգալի աշխատանքներ են տարվել Պոչամբարի կառավարումը ժամանակակից չափանիշներին հասցնելու ուղղությամբ։ Առաջին անգամ Արցվանիկի Պոչամբարում տեղադրվել է սեյսմիկ կայան։ Սա Պոչամբարում սեյսմիկ ռիսկերի նախազգուշական և կառավարման ճիշտ մեխանիզմերի ընտրության համար կենսական նշանակություն ունի։ Առաջին անգամ Պոչամբարի տարածքում սեզոնային վերլուծությամբ ընտրվել է պրոգրեսիվ և հիմնական ռեկուլտիվացիայի արդյունավետ մեթոդիկա։ Առաջին անգամ բացահանքի տարածքում իրականացվում է դատարկ ապարների լցակույտերի պրոգրեսիվ ռեկուլտիվացիա։ Առաջին անգամ ընկերությունը կիրառել է փոշու կառավարման թնդանոթային համակարգ։ Աննախադեպ կերպով խստացվել են աշխատանքային անվտանգության կանոնակարգերը։ Առաջին անգամ տեսահսկման համակարգերի ներդրման միջոցով իրականացվում է աշխատանքային անվտանգության վերահսկողություն։ Ընկերությունն իրականացրել է աննախադեպ ծավալի 18 հեկտար անտառվերականգնման ծրագիր։ Բնապահպանական, ինչպես նաև տնտեսական արդյունավետության նպատակով ընկերությունը հայտարարել է Հայաստանում իր մասշտաբներով դեռևս նախադեպը չունեցող 100 մեգավատ դրվածքային հզորության ֆոտովոլտային կայանների նախագծման և կառուցման մրցույթ։ Ընթացիկ և պլանավորած բոլոր ծրագրերի նպատակակետը ընկերության արդյունավետության բարձրացումն ու միջազգային չափորոշիչներին համապատասխանելն է։ 2022 թվականին ընկերությունն առաջին անգամ հրապարակեց կայուն զարգացման զեկույց, ինչը ԲՍԿ չափանիշներին համապատասխանության և շուկայում մրցունակության կարևոր նախապայմանն է դառնում։ ԶՊՄԿ-ն միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն 4-րդ տարին անընդմեջ պատրաստում է միջազգային բոլոր չափանիշներին ու ընթացակարգերին համապատասխանող կայուն զարգացման հաշվետվություն։ Առաջին անգամ ընկերությունը մշակել և հրապարակել է միջազգային ԲՍԿ չափանիշներին և կառավարչական չափանիշների համապատասխանության համար անհրաժեշտ քաղաքականություններ։ Շարունակում ենք մեր հանդիպումները և հիմա խոսելու ենք կայուն զարգացման հաշվետվողականություն թեմայով և պետք է հրավիրեմ մոդերատորին, Համաշխարհային բանկի գործառույթների գծով փոխտնօրեն Նարինե Թադևոսյանին։ Տիկին Թադևոսյան, համեցեք, որպես մոդերատոր դուք եք լիդ անելու ամբողջ քննարկումը, ինչպես նաև մասնակիցներին KPMG Հայաստան և KPMG Վրաստան տնօրեն և խորհրդատվական բլոկի ղեկավար Զարուհի Ֆուրունջյանին։ Տիկին Ֆուրունջյան, համեցեք։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով փոխտնօրեն Ասիա Ղազարյանին և Grand Thornton Հայաստան բիզնես խորհրդատվության ղեկավար գործընկեր Ազատ Մանուկյանին։ Պարոն Մանուկյան, համեցեք։ Այս մի պանելային քննարկումը լինելու է բացի այն, որ մեր ֆորումի ամենահետաքրքիր քննարկումներից մեկը, լինելու է նաև ամենագեղեցիկներից մեկը, ինչպես տեսնում եք, բարձր ծափահարություններով։ Տիկին Թադևոսյան, ձեզ բարի քննարկում եմ մաղթում։ Շնորհակալություն։ Իրականում շատ տրամաբանական շարունակությունն է այսօրվա առավոտվանից սկսված քննարկման,
օրը սկսել ենք կայուն զարգացման թեմայով եւ շատ տարբեր քննարկումներ տեղի ունեցան եւ համայնքային հարաբերությունների հետ կապված եւ կենսաբազմազանության եւ ընդհանրապես նոր առաջ գնացող կայուն զարգացման եւ ընդհանրապես բնապահպանական, սոցիալական ու կառավարման ստանդարտներին վերաբերյալ եւ կարծում եմ այդ ամենի ամփոփումը հենց այն հաշվետվությունն է, որ մենք քիչ առաջ լսեցինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հերթական 4-րդ արդեն հաշվետվության տեսքով եւ փորձենք այսօր մեր գործընկերների հետ հասկանալ ինչ է տալիս հաշվետվությունը ընդհանրապես, ինչու է առաջ եկել այս գաղափարը, որը իրական աշխարհում շատ վաղուց չի, վերջերս առաջ եկած է գաղափար է եւ ստանդարտներն էլ շատ ավելի հին չեն, քան կարող ենք մտածել, առնվազն 20-25 տարի առաջ են ընդհանրապես գաղափարները առաջ եկել եւ քանի որ մենք ունենք գործընկերներ խորհրդատվական կառույցներից, ովքեր մշտապես ընկերությունների հետ աշխատում են այդ հաշվետվությունների կազման ուղղությամբ եւ ընկերության ներկայացուցիչ փորձենք ընդհանուր առմամբ հասկանալ, թե հաշվետվությունները ինչ են տալիս կազմակերպություններին, պետություններին եւ այլ շահագրգիռ կողմերին այս տրամաբանության մեջ։ Ազատ ջան, խնդրեմ առաջին հարցը ձեզ ուղղելով, հաշվի առնելով ձեր փորձը ոլորտում, ինչ ձևակերպում կտաք կայուն զարգացում հաշվետվություն գաղափարին ընդհանրապես եւ ինչու է այն կարեւոր, ինչու է մեծացել այդ ուղղությամբ աշխատանքները ընդհանրապես։ Շատ լավ, շնորհակալություն, նախ ողջունում եմ ֆորումի բոլոր մասնակիցներին։ Կայուն զարգացման հաշվետվությունների մասին խոսելիս ուզում եմ մի փոքր հետ գնալ եւ հղում անենք, ընդհանրապես կայունություն, կայուն զարգացումը ինչա, որպեսզի լավ պատկերացնենք, թե ինչի համար են պետք հաշվետվությունները։ Իսկ կայուն զարգացումը, եթե նայենք իր դասական սահմանմանը, ապա բավարարել ներկա սերունդների, կարիքները առանց նվազեցնելու ապագա սերունդների հնարավորությունները ապրելու նույնպես բարեկեցիկ եւ ապահով, որքան որ ներկա սերունդն է։ Այսինքն այստեղ մեծ գաղափար կա եւ գլոբալ առումով նաեւ մեծ մարտահրավերներ կան աշխարհում կլիմայական փոփոխությունների հետ կապված եւ տարբեր սոցիալական մարտահրավերներ, որոնք ոչ մեկ միայնակ չի կարող լուծել եւ պետությունների մակարդակում նաեւ վերցրած պարտավորությունները միայնակ չեն լուծվում, այսինքն ընկերությունները եւս պետք է որոշակի հանձնառություն ունենան, որովհետեւ ունեն իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, կլիմայի փոփոխության վրա, իրենց ազդեցությունն ունեն սոցիալական տարբեր հարցերի վրա։ Ահա այստեղից առաջանում է հենց գաղափարը հաշվետվողականության, ինչը իրենից ենթադրում է հաշվետվությունը, թե ինչ գործողություններ է ընկերությունը իրականացնում կամ իր ազդեցության գոտիները որոնք են, եւ բնականաբար ինչպես ցանկացած հաշվետվություն, կայուն զարգացման հաշվետվությունը եւս գործիք է կոմունիկացիայի ցույց տալու, թե ընկերությունները ընդհանրապես ինչ ռազմավարություն ունեն, ինչ նպատակներ ունեն սահմանված, ինչ գործողություններ են իրականացնում եւ որպես կոմունիկացիոն գործիք կարծում եմ շատ կարեւոր գործիք է։ Մյուս հանգամանքը, որ կուզենամ նշել, այն է, թե իսկ ինչու ընդհանրապես որոնք են դրդապատճառները կամ որոնք են պատճառները, որ ընկերությունները պետք է պատրաստեն նման հաշվետվություն։ Մենք շատ խոսեցինք այսօր առավոտյան պանելներում, շատ հնչեց վստահությունը եւ հաշվետվողականությունը շատ կարեւոր գործիք է այդ վստահությունը կառուցելու, ձեռք բերելու համար, որովհետեւ այդ հաշվետվությունների միջոցով է, որ ընկերությունը հնարավորություն ունի տարբեր օգտագործողների եւ օգտագործողների մասին էլ կարծես թե նշվեց, այդ թվում ներքին օգտագործողների, սկսած հենց անձնակազմից, համայնքներից, որտեղ որ աշխատում են եւ այլ տարբեր օգտագործողներին ցույց տալ, թե ինչ է արվել։ Մյուս դրդապատճառը կարող է լինել բիզնես մոդելի եւ կայուն զարգացման հետ կապված ռիսկերի եւ հնարավորությունների
վերաբերյալ մտորումները, այսպես ասեմ, որտեղ հաշվետվությունը թույլ է տալիս հասկանալ ինչ ուղղություններով կարելի է այդ նորարարությունները ներառել բիզնես մոդելում, ինչպես կարելի է զսպել ռիսկերը, որոնք կապված են կլիմայական փոփոխությունների հետ եւ ոչ միայն, այսինքն սա հնարավորություն է, որպեսզի ընկերությունը կարողանա իր ստրատեգիան կառուցի այնպես, որ թե ռիսկերը, թե հնարավորությունները կարողանա ինտեգրել գործունեության մեջ։ Մյուս դրդապատճառն էլ իհարկե կարող է լինել համապատասխանությունը պահանջներին։ Իհարկե Հայաստանում դեռևս չկա նման պահանջ, պարտադիր պահանջ հաշվետվության թողարկման, ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին, այլ ընդհանրապես, բայց կարծում եմ պահանջները գալիս են նաև շատ այլ տեղերից, որովհետև ընկերությունները մասնավորապես կազմելով միջազգային մատակարարման շղթաների մի մաս, նման տիպի պահանջ ստանում են իրենց գործընկերներից միջազգային, ստանում են միջազգային ֆինանսավորող կազմակերպություններից եւ եթե խոսենք ընդհանուր առմամբ Հայաստանում այս շարժը կայունության հաշվետվությունների թողարկման ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլ այն քիչ ոլորտներում, որտեղ որ ընդհանրապես թողարկվում է, հիմնական շարժիչ ուժը թերևս հենց այդ ֆինանսական կազմակերպությունների եւ այլ գործընկերների կողմից պահանջն է, որ եկել է տարբեր ընկերությունների։ Թերևս այսքան է, հետո արդեն լրացումներ։ Շատ լավ, շնորհակալություն։ Իրականում այո, ինչ որ կետից սկսում է եւ այս պարագայում ներդրողների համար սկսվում են հաշվետվությունները, բայց դրանք օգտագործում են արդեն շատ այլ օղակներ, հատկապես համայնքները, որ այսօր քննարկվեց, վստահության ստեղծման հիմքերից մեկը հենց հաշվետվողականությունն է, որն էլ արտահայտվում է հաշվետվությունների հրապարակման, թվերի հրապարակման տեսքով։ Եվ Տիկին Ֆորունջյան, հաշվի առնելով, որ դուք բացի Հայաստանը նաև Վրաստանի հետ եք շփվում եւ շատ ընկերությունների հետ եք աշխատում, կուզենայի լսել ձեզանից հիմնականում որ ստանդարտներին են անդրադառնում եւ ձեր կարծիքով արդյոք հնարավոր բոլոր ստանդարտներին պետք է անդրադառնան ընկերությունները, թե կարող են նախանշել որոշակի ուղղություններ եւ շատ ավելի արդյունավետ կլինի մեկ ուղղությամբ շարժվել առաջ։ Շնորհակալություն եւ օգտվելով առիթից ցանկամ շնորհակալություն հայտնել այս հետաքրքիր եւ հագեցած երկու օրերի համար։ Իրականում ստանդարտները նայեք, եթե խոսենք հանքարդյունաբերության մասին, ընդհանուր այն ինչ որ ընդունելի է եւ սկսնակների համար, ավելի տարածված է GRI-ը, գլոբալ հաշվետվողականության նախաձեռնությունը, որը իրականում ծածկույթը բավականին մեծ է, հող, ջուր, աշխատուր, սոցիալական հարցեր, համայնք, այսինքն ընդհանրապես եթե մոտեցումներին նայենք, սկզբնական փուլում, թե հանքարդյունաբերությունում, թե այլ ոլորտներում, որտեղ մենք եւս ներգրաված ենք, իրականում GRI-ից են սկսում։ Հաջորդը SASP-ն է, կայուն հաշվապահության ստանդարտների խորհուրդը, որը ավելի կապվում է ֆինանսական ցուցանիշների հետ, այսինքն ֆինանսական ցուցանիշները կապվում են ESG ցուցանիշների հետ, օրինակ սպառումը կամ աշխատուժը եւ ցույց է տրվում այդ տեսանկյունից։ Նաև վերջերս հաշվետվողականություն է սկսել IFRS S1-S2 ստանդարտներից, IFRS S1-ը բացահայտումն է ինֆորմացիան ընդհանուր կայունության վերաբերյալ, S2-ը կլիմական ռիսկերի կառավարման վերաբերյալ, որը TCFD-ի հետ միասին, այսինքն կլիմական ռիսկերի ֆինանսական բացահայտման հետ միասին, նաև ողջունվում է բնականաբար հաշվետվողականություն եւ բացահայտումը, բայց նշեմ, որ ոչ մեկը այս ստանդարտներից իրականում դեռ պարտադիր չէ։ Այսինքն ընկերությունները իրենք են նախաձեռնում հաշվետվողականությունը եւ նշեմ, որ Հայաստանում երկրորդ տարին է, որ գործընկերների հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ ձեր սեղաններին դրված հաշվետվությունը թողարկում ենք, մենք աջակցում ենք ընկերությանը, ինչպես նաև այլ ոլորտներում, օրինակ թերևս պարտադիր չէ, բայց օրինակ Coca-Cola-ն է ընկերությունը Հայաստանում թողարկում կայունության հաշվետվություն, սկսել են բանկերը շատ մեծ ուշադրություն դարձնել, ում հետ ակտիվ աշխատում ենք,
Եթե Վրաստանի մասին խոսեմ, իրականում ի զարմանս ինձ այնտեղ բավականին ավելի պասիվ է դեռ։ Այսինքն հիմնականում չեմ տեսել, որպիսի այդպիսի համապարփակ ստանդարտներին համապատասխան հաշվետվողականություն լինի։ Այս տարի մի քանի պահանջ ունեցանք տարբեր ընկերություններից, բայց արդյունքում որոշեցին չհրապարակել, որտեղ պարտադիր ոչինչ չկա։ Ուզում եմ ասեմ, այդ տեսանկյունից Հայաստանը շատ ավելի ակտիվ է։ Շնորհակալություն եւ այսքան։ Շատ լավ, շնորհակալություն։ Իրականում կարևոր է եւ կարծում եմ Հայաստանը առաջատար է լինում շատ հարցերում, երբ որ մասնավորից է գալիս շատ հաճախ, ինչպես նշեցիք, Հայաստանում դեռևս նման պահանջներ չկան, բայց արդեն կան ընկերություններ, որոնք նախաձեռնել են եւ իրագործում են անկախ այդ պահանջներից եւ հետեւաբար անցնում ենք ընկերությանը, մենք հենց նոր տեսանք շատ հետաքրքիր շապիկով զեկույց, որտեղ կենթանին շատ ավելի կարևոր դերում էր, քան հանքարդյունաբերությունը եւ երբ որ ես շատ արագ թերթեցի, կենթանի էր շատ տեղերում, այսինքն ոնց հասկանում եմ, փորձել եք նախանշել, որ տարածքը նաեւ հարուստ է կենսաբազմազանության տեսանկյունից եւ դուք դրան մեծ ուշադրություն եք դարձնում։ Եվ պաստորեն սա 4-րդ զեկույցն էր 2021-ից սկսած դուք կազմակերպությունը որոշել եւ իրագործում է այս հաշվետվությունը եւ ձեր քիչ առաջ հոլովակի մեջ մենք շատ լսեցինք առաջին բառը, այսինքն շատ բաներ առաջին անգամ են արվում եւ հետեւաբար խնդիրներ են առաջանում, վստահ եմ, որ դա սահուն գործընթաց չի, հետեւաբար պիտի խնդրեմ մի քիչ խոսեք, թե ինչ խնդիրներ են առաջ գալիս եւ ոնց կարողացաք հաղթահարել այդ խնդիրները կայուն զարգացման զեկույց առաջին անգամ հրապարակելուց մինչեւ 4-րդ զեկույցը եւ ինչպես է կարողանում ապահովել տվյալների ճշգրտությունը, որտեղ նաեւ հաշվետվությունը շատ թվեր է հրապարակում, որոնք որ պետք է հասանելի լինեն նաեւ ձեզ, որպեսզի հնարավոր լինի հրապարակել, խնդրեմ։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին։ Նախ նշեմ, որ կենսաբազմազանության առումով մենք այս տարի ընտրեցինք COP17-ին ընդառաջ թեմատիկան հաշվետվության ընտրել կենսաբազմազանության մասով եւ ավելի շատ կենտրոնացանք արդեն մեր ազդակիր համայնքներում կենսաբազմազանությանը, որոնք արտացոլված են մեր կայուն զարգացման հաշվետվության մեջ։ Ինչպես նշվեց, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հաշվետվողականությունը կազմում է շուրջ 4 եւ ավել ստանդարտների շրջանակներում, որը բավականին, ծավալուն տվյալների բազա է իրանից ենթադրում եւ տարիների ընթացքում, այսպես ասած, խնդիրները բազմազան են։ Տարիների ընթացքում մենք արդեն փորձառություն ենք ձեռք բերում խնդիրների ավելի արդյունավետ կառավարման եւ դրանք նվազեցնելու առումով, բայց ամենակարևորագույն խնդիրը կցանկանայի նշեի հաշվետվողականության առհասարակ ոլորտում, դա միասնական տվյալների բազայի բացակայությունն է, որը շատ է, այսպես ասած, ծանրաբեռնում հաշվետվողականության գործընթացը, որովհետեւ մենք յուրաքանչյուր ստորաբաժանման հետ սկսում ենք առանձին աշխատել, որպեսզի կարողանանք ապահովել տվյալների հոսքը մեզ մոտ եւ նաեւ տվյալների ճշգրիտ արտացոլումը, որը իրենից ենթադրում է կրկնակի ստուգումներ, առանձին հանդիպումներ, խաչաձև ստուգումներ տարբեր դեպարտամենտների մեջ եւ նաեւ կցանկանամ նշեմ, որ ճշգրտությունը ապահովելու առումով Եթե չեմ սխալվում, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը հանրապետությունում առաջինը կլինի, որը իր կայուն զարգացման վերջի երկու հաշվետվություններ 2023 եւ 2024 թվականներին կիրականացնի կստանա external assurance ասվածը, արտաքին աուդիտ, որը կհավաստի մեր որդեգրած ստանդարտների շրջանակներում արտացոլված տվյալների հավաստիությունը։ Այո, խնդրեմ։ Այս առումով կուզենայի մի քանի բան ավելացնել, նախ առաջինը հաշվետվողականությունը, հաշվետվությունները, եթե վերցնենք տարբեր որակի եւ տարբեր մակարդակների, կարող են լինել, որտեղ ընկերությունները կարող են հաշվետվության մեջ դնել այնպիսի տեղեկատվություն, որը եթե ստուգված չի, առաջաբերելու մեծ խնդրի։
դրա համար է բնականաբար շատ կարևոր ունենալ այդ assurance ասվածը, ինչի մասին որ Ասյան նշեց, որովհետև սա բացի նրանից, որ հաշվետվությունը արդեն ինքնին լավ գործիք է, այդ վստահությունը կառուցելու, երբ որ կա նաև համապատասխանության ստուգում կամ աուդիտ, եւս մեկ անգամ բարձրացնում է այդ հաշվետվության որակը ու հավաստի լինելը եւ այդ վստահության մթնոլորտի ձևավորումը շատ կարեւոր է դառնում։ Մյուս բանը, որ կուզեի հավելել, նաեւ այլ հաշվետվություններն են, որոնք որ հանքարդյունաբերության ոլորտում պատրաստվում են, մասնավորապես ԱՃԹՆ-ի հաշվետվությունը, որը կայուն զարգացման ստանդարտներին համապատասխան չի, բայց ԱՃԹՆ-ի ստանդարտներին է համապատասխան, որը էլի թափանցիկության ապահովման համար է։ Հայաստանը բավականին երկար տարիներ արդեն հանքարդյունաբերության եւ էքստրակտիվ, ինդուստրիայի ոլորտում նման հաշվետվություն պատրաստում է եւ այստեղ էլ տվյալները ամբողջ սեկտորի մասով հավաքագրվում են, ներկայացվում են ու պետք է նշեմ, որ մենք որպես երկիր բավականին լավ ռեյտինգ ունենք ԱՃԹՆ-ի զեկույցի որակական առումով։ Շատ լավ, շնորհակալություն ԱՃԹՆ-ին անդրադառնալու համար, որովհետև իրականում եւս մեկ հաշվետվողականության հնարավորություն է երկրի մակարդակով, որտեղ ոլորտի տվյալները բացահայտվել են եւ հաշվի առնելով 2016-ից այսօր անցած Հայաստանի ճանապարհը կարող եմ նշել, որ համայնքների եւ ընկերությունների, ինչպես նաեւ քաղաքահասարակության ընկերությունների ու պետության միջև վստահության մակարդակը էական փոխվել է ԱՃԹՆ հաշվետվողականության բարձրացմանը զուգահեռ, որը շատ կարևոր մեծ ձեռքբերում էր, բայց քանի որ մենք խոսեցինք տվյալների մասին եւ հնարավորություն կա, որ այդ տվյալները օգտագործվեն շատ այլ նպատակներով, այսպես կոչված ոչ բարի նպատակներով, եւ քանի որ դահլիճում է նաեւ այս զեկույցի վրա ԶՊՄԿ-ի հետ աշխատած մեր գործընկեր Պետր Կոստովիչը, ես կուզեմ մի հարցել իրեն ուղղել, հուսով եմ շատ լավ, հարցը հետևյալն է. How do you avoid greenwashing in sustainable reporting? Yeah, thank you very much for this very interesting question. And after being now 15 plus years in leadership roles in ESG and compliance, I can tell you very simple yet very complicated at the same time that we have to take ESG data the same seriousness, on the same serious level as we take financial data. And what you've actually seen right now in the introduction, what we've seen that the whole development of ESG is like 20 years ago, right? And that's something what I think Zangezur is doing. Also what Mr. Stepanyan said today. Տիկին Ստեփանյանը հաստատեց, դա շատ կարևոր է ոչ միայն համայնքի հետ վստահություն, այլ նաև վստահություն կառուցել եւ շահել որպես միջազգային դերակատար, դա կարելի անել թափանցիկությունը խթանելով կանխագործուն հաղորդակցության միջոցով։ Բրազիլիայում մենք տեսել ենք սքանչելի կայունության հաշվետվություն է ներկայացնում։ Ընկերությունները հետո պոչամբարի պատվարը փլուզվում է։ Այսինքն պետք է արտաքին աղբյուրները հավաստեն, աուդիտի ենթարկեն հաշվետվությունը, այստեղ Զանգեզուրը լավ է աշխատում։ Համարյա 20 տարվա հաշվետվությունները ամփոփում է շատ կարճ ժամկետի մեջ, մի քայլ էլ ավել անելով։ Եվրոպայում երբ սկսվեց GIS-ի CRS-ի հաշվետվությունը, այնտեղ պարտադիր կլինի նույնիսկ աուդիտը։ Զանգեզուրը այստեղ նույնիսկ Եվրոպայից է առաջ գնաց է, որը ԲՍԿ-ի հենց վերնագիրն է, վստահություն ապագայի հանդեպ։ Սա շուկայից առաջ է ընկած։ Մատակարարման շղթայի եւ պոտենցիալ հաճախորդների շրջանակում սա կգնահատվի ելչասած բանկերի մասին, որոնք բոլոր ձեր գործարքներին անդրադառնում եմ։ Դրա համար իմ կողմից պարոն Խոդոլին, պարոն Ստեփանյանին եւ Տիկին Ղազարյանին շնորհակալություն եմ հայտնում այս հաշվետվության կապակցությամբ եւ սրտանց շնորհավորում եմ, որ դուք նաեւ ԱՃԹՆ-ն եք հաղորդակցագիր ներկայացրել։ Կարևոր շեշտադրումների համար թափանցիկությունը
Բայց մյուս կարևոր արդյունքն է, որ հաշվետվողականությունից դուրս է գալիս, եւ ես Տիկին Ֆուրաջյան ուզում եմ անդրադառնալ հետեւյալ հարցին, երկարաժամկետ կտրվածքով, հա, հաշվետվողականություն ընդհանրապես ինչ դրական արդյունքներ կարող է բերել ընկերությունների եւ այլ շահագրգիռ կողմերի համար եւ մենք երկու օրինակ արդեն խոսեցինք, վստահություն եւ թափանցիկություն, ինչ այլ օրինակներ կարող եք նշել, երբ որ հաշվետվողականության բարձրացմանը զուգահեռ դրական փոփոխություններ են եղել եւ ընկերություններում եւ շահագրգիռ կողմերի ուղղված։ Շնորհակալություն, դա իլրումն վստահության եւ թափանցիկության եւս մի քանի կետ եմ ուզում նշել, նշվեց նաեւ ներդրումների տեսանկյունից։ Վերջին տարիներին միջազգային բանկային հաստատությունների կողմից ֆինանսավորվելու համար արդեն պարտադիր է դառնում կայունության հաշվետվողականությունը եւ ընդհանրապես ESG հայեցակարգի առկայությունը ընկերություններում, այսինքն հաջորդ կետը դա ներդրումների ներգրավումն է եւ պոտենցիալ ավելի էժան փողերի ներգրավումը։ Հաջորդը իհարկե գործառնական, ինչ է նշանակում, երբ որ հանձնառություն է վերցնում ընկերությունը հաշվետվություն տալու իր նաև գործառնական տեսանկյունից, գործունեության վերաբերյալ, բնականաբար այստեղ բացահայտվում են որոշակի կետեր, որոնք հնարավոր է բարելավել եւ հնարավոր է, որ ընկերությունը խուսափի լրացուցիչ տույժերից, տուգանքներից, ավելի լավ կառավարի գործառնական process-ները։ Հաջորդը իհարկե խոսեցինք նաև աշխատուժի վերաբերյալ, որ բավականին մեծ խնդիր է ոչ միայն հանքարդյունաբերական ոլորտում, այլ նաև այլ ոլորտներում, ոչ միայն Հայաստանում, տարբեր երկրներում, ինչպես տեսնում ենք, այստեղ բրենդն է բարձրանում որպես գործատու։ Բնականաբար, քանի որ տեսնում են պոտենցիալ աշխատողները, թե թափանցիկությունը, թե վերաբերմունքը, թե պատասխանատվությունը համայնքի նկատմամբ սոցիալական պատասխանատվություն, որ հանձն է առնում ընկերությունը հանձն է առնում իրականացնել։ Եվ վերջինը երևի ընդհանուր բրենդը ընկերության ավելի բարձրանում է բոլոր շահառուների տեսանկյունից, թե հաճախորդների, թե աշխատողների, թե պետության, թե համայնքների, այսինքն բավականին տարբեր տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ եւ ունի, ինչպես ունի մեր փորձից ասեմ, օրինակ մի քանի տարի շարունակ, որ Coca-Cola-ի համար իրականացնում ենք, օգնում ենք կազմել կայունության հաշվետվությունը, հստակ տարեստարի երևում է օրինակներից մեկը վերեմ սոցիալական ակտիվության տեսանկյունից ինչքան ներդրումներ են արվում համայնքներում, այսինքն տեսնելով ընկերությունը ինչքան է անում, իր ռազմավարության մեջ արդեն ներառում է էլ ավելի ակտիվ լինել, ինչպես ասացի, օրինակներից մեկը սոցիալական գործունեությունում եւ համայնքների հետ աշխատանքում։ Հաջորդը նշեմ, անցած տարի մենք օգնեցինք Թիմ Տելեկոմին թողարկել կանաչ պարտատոմսեր, ոչ թե օգնեցինք թողարկման process-ում, այլ այն ֆինանսավորողները, որոնք ներգրաված էին, Ասիական զարգացման բանկը, IFC-ն, EBRD-ն, ունեն պահանջներ բնականաբար, որպեսզի այդ հաշվետվողականությունը, որ տրվում է, նաև ստուգում իրականացվի ամբողջ ESG համապատասխանության հայեցակարգի տեսանկյունից։ Իրականացրեցինք եւ արդյունքը եղավ այն, որ ֆինանսավորումը ստացան եւ թողարկումը կանաչ պարտատոմսերի տեղի ունեցավ, ինչպես նաեւ դու արդեն երևի ասան ավելի մանրամասն կասի, բայց ՍՊՄԿ-ի տեսանկյունից ենթադրում եմ, որ ոչ միայն համայնքների տեսանկյունից պետության կողմից վերաբերմունքի փոփոխություն, այլ նաեւ պոտենցիալ ֆինանսավորողների հետ։ Այսքանը երևի, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն, դուք ձեր խոսքի մեջ անդրադարձաք նաև գրեթե բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք առնչվում են հաշվետվողականության այս գործընթացի մեջ, որը բավականին երկար ու բարդ գործընթաց է, հաշվի առնելով ձեր բոլորի խոսքի մեջ նշված ճանապարհը, որ անցնում են։ Պարոն Մանուկյան, այս պարագայում ձեր փորձից ելնելով նաև կարող եք նշել ինչպես են ներգրավում կամ կարող են ներգրավել հիմնական շահագրգիռ կողմերին նախ նախապատրաստման փուլում եւ հետո հասանելի դարձնելու այս հաշվետվությունները, որովհետեւ դրանք կդառնան ինքնանպատակ, եթե
կա հաշվետվություն, բայց շահագրգիռ կողմերը ծանոթ չեն հաշվետվության բովանդակությանը։ Այո, ճիշտ նկատեցիք։ Տեսեք, նախ ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք հետևյալի մասին, ընկերությունները իրենք իզոլացված չեն գործում, չէ՞, իրենք ունեն տարբեր ազդեցություններ եւ այդ ազդեցությունները իրենց վրա զգում են տարբեր շահագրգիռ կողմերը կամ շահագրգիռ կողմեր կան, որոնք որ ունեն հետաքրքրություններ ընկերությունների նկատմամբ եւ բնականաբար կայուն հաշվետվության, կայուն զարգացման հաշվետվությունների պատրաստման փուլում եւս եւ մասնավորապես իմ կարծիքով ռազմավարությունների մշակման փուլից է պետք սկսել, պետք է ներգրավել տարբեր շահագրգիռ կողմերի, որովհետեւ եթե այդ տարբեր շահագրգիռ կողմերի հետաքրքրությունները կամ այն ֆակտորները, որոնք իրենց համար կարևոր են, հա, եթե դրանց վրա ընկերությունը ուշադրություն չդարձնի, հետո պատրաստի այդ հաշվետվությունը ներկայացնի եւ այդ մարդիկ այդտեղ չտեսնեն, հա, այն ինչ որ իրենց հետաքրքրում է, ապա մի տեսակ իր արժեքը կարա այն չլինի այդ շահագրգիռ կողմերի համար։ Հետևաբար նախ պետք է հասկանալ ովքեր են այդ շահագրգիռ կողմերը, այսինքն պետք է քարտեզագրում անել, կախված իրենց ազդեցության մակարդակից եւ հետաքրքրություններից, քարտեզագրում անել, իսկ դրանք տարբեր կողմեր են, տարբեր խմբեր են, այսպես ասեմ, սկսած ներքին եւ արտաքին խմբերից, ներքին շահագրգիռ կողմերը բնականաբար աշխատակիցներն են, մենեջմենտն է ընկերության, հա, արտաքինը եւ ուղղակի արտաքին, այսպես ասած, խմբերը դրանք հարակից համայնքներն են, հասարակությունն է, մատակարարման շղթայի տարբեր օղակներն են եւ ներդրողները, ֆինանսավորող կազմակերպությունները, վերջապես կառավարությունը կամ ռեգուլյատորները, հա, եթե կան, այսինքն շահագրգիռ կողմերը շատ տարբեր կարող լինեն։ Պետք է նախ քարտեզագրել, հետո հասկանալ, թե ինչն է իրենց հետաքրքրում։ Դրա համար բնականաբար մեխանիզմներ գոյություն ունեն եւ պետք է երկխոսություն որոշակի սկսել, հա, այդ շահագրգիռ կողմերի հետ։ Լինում են ուրեմն survey-ներ են, հա, արվում, ուղարկվում են հարցաթերթիկներ, որոնք շահագրգիռ կողմերը լրացնում են եւ ըստ իրենց որոնք են այն կարեւոր էական ուղղությունները, որոնց շուրջ պետք է ընկերությունը իր կայուն զարգացման հաշվետվությունը պատրաստի կամ ռազմավարության ֆոկուսը այդտեղ դրվի եւ հետո դրանք անալիզի են ենթարկվում եւ արդեն կազմվում է բնականաբար այն ցանկը անգլերեն ասում են material topic-ների, հա, էական topic-ների, որոնց շուրջ ընկերությունը արդեն կառուցում է իր գործողությունների պլանը եւ հաշվետվությունը եւ բնականաբար հետադարձ կապնել է շատ կարեւոր, այսինքն երբ որ հաշվետվությունը թողարկվում է, պետք է շատ ակտիվ ձևով կոմունիկացնել հասարակությանը։ Այստեղ իհարկե կարծում եմ որոշակի խնդիր կա, ոչ թե խնդիր, այլ բաց կա այն առումով, որ մասնագիտական շրջանակներում դա շատ լավ ներկայացվում է, բայց ավելի լայն հասարակության մասին պետք է մտածել։ Իմ կարծիքով այստեղ պետք է սկսել որոշակի նաև կրթությունից եւ եթե մենք ունենանք սերունդ, որը մեծանալով իր մեջ ունի այդ գաղափարը կայուն զարգացման եւ տարբեր խնդիրների մասին մտածելու, շատ ավելի պահանջատեր եւ շահագրգիռ կողմ կունենանք, հա, իդեմս ընդհանուր հասարակություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Իրականում վերջին կետը կարևորագույններից է երևի լայն հասարակությանը տեղեկացնել ընդհանրապես ոլորտի եւ այս պահանջների վերաբերյալ, քանի որ մենք ժամանակի սղություն ունենք, պետք է խնդրեմ Տիկին Ղազարյան շատ կարճ, բայց ձեր խորհուրդը որպես արդեն փորձառու կայուն զարգացման հաշվետվություն հրապարակող կառույց այն ընկերություններին, որոնք նոր են մտածում այդ ճանապարհը անցնել, եւ ինչ եք կարծում, ինչ պիտի անի պետությունը, որպեսզի դա արդեն կամավորությունից անցնի ավելի պետական մակարդակի եւ անհրաժեշտ լինի իրականացնել բոլորի կողմից, որտեղ դրա կարիքը կա։ Շնորհակալ եմ, շատ կարճ ուղղակի անդրադառնամ Տիկին Ֆորոջյանի նշված զարգացումներին, հա, եւ նախկին պանելներում նշվեց համայնք, շահագրգիռ կողմեր, վստահություն, թափանցիկություն եւ հավատարիմ մնալով այդ սկզբունքին, մեր ընկերությունը կայուն զարգացման հաշվետվությունը օգտագործում է որպես նաեւ կատարողական ցուցանիշների
արտացոլման, այսպես նաև հարթակ, այսինքն մենք ասում ենք, որ այն ինչ որ ձեզ ներկայացվել է 2023 թվականին կամ 24 թվականին, ունի այս պրոգրեսը 2025 թվականին կամ 24 թվականին, ստեղծելով ավելի վստահելի եւ թափանցիկ միջավայր։ Ինչ վերաբերում է ընկերություններին խորհրդի կարգով, առաջի ամենակարևոր բանը այս հաշվետվողականության համար հասկանալ, որոնք են էական թոպիկները եւ դրան շուրջ ձևավորել արդեն մի մեխանիզմ, որը կհավաքի շուրջը ընկերության բոլոր, այսպես ասած, ներքին ստորաբաժանումները եւ շահագրգիռ կողմերը մի հարթակի վրա լինելու եւ հաշվետվողականությունը բարձր մակարդակով ապահովելու համար։ Ինչ վերաբերում է պետության, ինչ խթաններ կարող է օգտագործել հաշվետվողականությունը ավելի խթանելու համար, ապա լծակները բազմազան են, սկսած բանկային համակարգից, ինչպես նշվեց, որ ավելի շատ են սկսել հաշվետվողականություն ապահովել, վերջացրած մատակարարների շղթայով, ուղղակի այստեղ պետք է մեր ոլորտի մասնագետները պատրաստ լինեն դրան, որ ստանդարտները բարձրանում են, պահանջարկը բարձրանում է եւ պետք է արդեն պատրաստ լինեն հաշվետվությունների կազմման եւ ինչու՞ չէ նաեւ դրանց external assurance-ի ապահովման մասով։ Այսքանը։ Շատ լավ, շնորհակալություն, չշարաշահենք ձեր ժամանակը, չգիտեմ հարցի ժամանակ ունենք թե չէ։ Այո, ավելին ասեմ, մենք ունենք նաև Տիկին Սաղաբալյանը, ով խնդրել է, որ հատուկ հարց պետք է տա։ Խնդրում եմ այդ հնարավորությունը Տիկին Թադևոսյան տանք Տիկին Սաղաբալյանին, համեցեք։ Ես ճիշտ ասած, այս թեմայով այնքան երկար կարելի է խոսել եւ տարբեր ասպեկտներ քննարկել, ուղղակի ես 40 րոպեում հնարավոր չի այդքանը ներառել։ Այստեղ նստած թե Զառան, թե Ասյան գիտեն, թե ինչքան ենք մեկ այս տեքստի վրա տանջվել, հետ առաջ գնացել եւ հիմնականում շատ հաճախ խոսակցությունը այսպեսին էր, որ մի րոպե այսօր սենց գրել ենք, բայց չէ որ սենց, այսինքն չէ որ մեկը որ կարդա կմտածի, կհարցնի, կասի եւ այլն։ Հիմա ես ում այսային շատ կարճ հարց տամ։ Եվ այդ հարցի պատասխանը ես գիտեմ, ուղղակի մեր ակնկալիքը ընդհանրապես եղել է, որ սովորաբար, որ այսօր Ֆրիկելսը խոսեց այդ մասին, որ որքան ընկերությունները բաց են, թափանցիկ են, այնքան սկրուտինին իրենց հանդեպ ուշադրությունը շատ է եւ դա նաեւ ընկերություններին խանգարում է շատ հաճախ եւ երբեմն թվում է թե ինչ որ բան ես գրում, զեկույց ես հրապարակում եւ պետքա ստանաս ինչ որ 1000 հատ հարց քաղաքասարակությունից, չգիտեմ, տարբեր շահագրգիռ կողմերից, բայց ինչի եք սենց գրել, բայց թիվը սրան չի բռնում, հույս ունեմ որ դες բան մեր մոտ չկա, բայց ամեն դեպքում, բայց ինչ է սենց չի եւ այլն եւ մեկ այդպիսի հարց հատկապես երբևիցե չենք ունեցել։ Եվ հիմա խախտելով ավանդույթը, ես ուզում եմ անակնկալի բերել պարոն Ամիրխանյանին, Ալենին, եւ մի հարց տամ իրեն, ինչու որտեվ Ալենն է շատ հաճախ շփվում նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, ինչու չկա այդ ֆիդբեքը քաղաքասարակությունից, նույնիսկ երբ ընկերությունները փորձում են թափանցիկ լինել, որովհետև ես գոնե կարող եմ ասել եւ Ասյանել ու Զառանել կարծում եմ կհաստատեն, որ այնպես չի որ զեկույցը իդեալական է, հաստատ կան ինչ որ հարցեր, հաստատ կան ինչ որ խնդիրներ, որ կարելի է բարձրացնել, բայց երբեք մենք դա չենք լսում, ինչու։ Ես կարծում եմ շնորհակալ եմ հարցի համար։ Ալեն ջան, մի կոմենտ էլ, ես սա նաև լսել եմ, կարծեմ, չեմ հիշում ով, բայց ինչ որ մեկը ասաց նաև ԱՃԹՆ-ի մասին, որ այնքան թիվ կա, այնքան հետաքրքիր վերլուծության նյութ կա, որ ընդ որում այդ թվում նաև ընկերություններին հետ վերադարձնելու եւ ասելու հələ մի րոպե, ինչ եք ստեղ գրել, այս թիվը բաղոնց բա, այս ինչ, երբեք մենք դա չենք լսում, ինչից է դա։ Ինձ թվում է մեր քաղաքասարակության շատ լավ հարց է, շնորհակալ եմ հարցի համար։ Բավականին թույլ են կարողությունները եւ քիչ են քանակը քաղաքասարակության եւ իրանք քաղաքասարակություն ունենք, որ բավականին սուպեր ակտիվիստ են, իրանք կարողա չուզենան այդքան ժամ դնեն, կարդան զեկույցները եւ այլն, իրանք մի հատ պատկեր ունեն ապագայի մասին, որը կարողա ունի իր արդարացումը, բայց պարզապես խորանալ ինքը որոշակի պրոֆեսիոնալ կարողություններ է պահանջում։ Եվ ինձ թվում է այդ կարողությունները զարգացնել երկրում շատ կարևոր է։ Եվ նաև ցանց ստեղծել, միջազգային ցանց ստեղծել կազմակերպությունների, այլ երկրի կազմակերպությունների, որ նման խնդիրների շուրջ իրանք աշխատում են, դա էլ նաև կարևոր ուղղություն է։ Ես կասեմ հիմնականում կարողությունների սակավությունն է պատճառը։ Շնորհակալություն։ Եթե կարելի նաև հաշվի առնելով, որ պարոն Ամիրխանյանը նույնպես ներկայացնում է
ակադեմիան կարծում եմ մի հատ մեծ բաց նաև կա, որ կրթական հաստատությունները որպես լավ նյութ չեն օգտագործում եղած տվյալները, ինչպես նշվեց աճությունների մասին երեք ես էի խոսում, շատ լավ ոլորտի վերաբերյալ շատ հարուստ ու լավ տվյալներ կան։ Այս 4 զեկույցները հավելում են դրան։ Այսինքն ոլորտի վերաբերյալ շատ վերլուծություններ անելու հնարավորություն կա, բայց ցավոք սրտի դեռևս դա չի օգտագործվում եւ շատ չի վերլուծվում։ Որոշ դեպքերում մեր մեդիայի ընկերները օգտագործում են որոշակի բացահայտումներ անելու ուղղությամբ, բայց քանի որ հաճախ խոսվում էր, որ տվյալ չկա, դրա համար մենք չգիտենք ոլորտի մասին։ Հիմա տվյալները կան, բայց ամեն դեպքում էլի ոլորտի մասին շատ քիչ գիտենք, որովհետև դա չի վերլուծվում։ Եվ պետական մակարդակում, եւ քաղաքասարակության, եւ նաեւ ակադեմիայի, ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է, որ ուժերը համատեղվեն եւ հնարավոր լինի, որպեսզի նաեւ այդ վերլուծությունները հասանելի լինեն շատ ավելի լայն հասարակության շերտերին, ստեղծելով մեկ այլ կարծիք ոլորտի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Եթե թույլ տաք մի բան ավելացնեմ, Նայնա, շատ կարևոր հարց բարձրացրեցիր։ Ակադեմիայում կրթական ծրագրերում ներառելը այս զեկույցների, գործողությունների, տվյալների, ինքն էլ նաև պիտի ծրագրերի միջոցով լինի։ Ինքը հենց այն չի ստացվում։ Կարող է մի դասախոս լինի կամ մի հետազոտող լինի, որ այդ ջանքը իր վրա վերցնի, որ իրականացնի իր առարկայի կամ իր ուսանողների հետ։ Բայց համակարգային, եթե ուզում ենք ընդգրկում լինի, դա պիտի արդեն մտածենք ինչ ձև կրթական ծրագրեր ենք մշակում եւ դա այնտեղ լիքը ռեսուրսներ կան։ Ես միշտ մտածում եմ, բայց շատ դժվար է ժամի քչության պատճառով դժվար է լինում կենտրոնանալ այդ թեմայի վրա։ Եթե կարողանանք համախմբվել consulting կազմակերպությունները, հանքարդյունաբերողները, կրթական համակարգը եւ նման կրթական ծրագիր մշակել եւ որը հետո կարելի է ընդունի նաև համագործակցությամբ ակադեմիկ կազմակերպություններին, սա դա դրական քայլ կլինի։ Շնորհակալություն Տիկին Սաղաբալյան հարցի համար, որովհետև հարցը միտված է ոչ թե ոլորտը քննադատելու, այլ հակառակը խնդիրները վերհանելու, դրանք վերլուծելու եւ պատասխաններ ու լուծումներ գտնելուն, ինչը շատ կարեւոր է եւ իհարկե նաեւ այս ամբողջ պլատֆորմային քննարկումն էլ էր դրան միտված։ Շնորհակալություն Տիկին Թադևոսյան հրաշալի անցկացնելու համար որպես մոդերատոր պանելային քննարկումը։ Դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Եվ մենք եկանք, հասանք մեր այսօրվա ֆորումի տրամաբանական լանչին, ժամը մինչև 2-ը ունենք ընդմիջում, ճաշի ընդմիջում, կխնդրեմ չուշանալ, որովհետև առջևում մեզ սպասվում են ոչ միայն զեկույցներ, ոչ միայն պանելային քննարկումներ, այլ նաև շատ հետաքրքիր խաղ, ինտերակտիվ խաղ, որը էլ ավելի շատ էներգիա կտա մեզ եւ ավելի կհետաքրքրացնի մեր ֆորումը։ Դուք կարող եք ձեր բոլոր սոցիալական ցանցերը եւ հարթակները օգտագործել ֆորումի մասին խոսելու համար, չմոռանաք նաեւ նշել մեր կազմակերպիչներին, ներողություն, եւ իհարկե տարածել եւ պատմել, որովհետեւ առջևում ուղիղ 1 տարի հետո մեզ սպասվելու է Mining Armenia Forum 2026-ը։ Ճաշի ընդմիջում մինչ 14:00 կհանդիպենք այստեղ։